Շնորհակալություն, հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկման եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել ԵՏՄ անդամ պետությունների հարկվճարողների կողմից շահագործվող էլեկտրոնային առևտրի հարթակների միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների վաճառքների մասով ԱԱ-ի հաշվարկման եւ վճարման կարգավորումները, ԱԱ-ի հաշվարկման եւ վաճառքների ու վերադարձի մասով տեղեկատվության ներկայացումը, ինչպես նաև հարթակների միջոցով ՀՀ-ում հաշվառված հարկվճարողների կողմից ֆիզիկական անձանց վաճառքների փաստաթղթավորման եւ հաշվետվողականության հետ կապված հարցերը։ Մասնավորապես նախագծով նախատեսվում է հստակեցնել ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում ԵՏՄ հարթակներով ֆիզիկական անձանց վաճառվող ապրանքների մասով օրենսգրքով սահմանված հասկացությունները։ Ներկայումս գործող կարգավորումներով այս հասկացությունները կիրառվում են միայն ԵՏՄ այլ երկրներում գրանցված էլեկտրոնային հարթակները շահագործողների մասով, նախագծով հստակեցվում է, որ այն կիրառելի է նաև ՀՀ-ում հաշվառված էլեկտրոնային հարթակ շահագործող տնտեսվարողների համար։ Նախագծով սահմանվում է նաև, որ ԵՏՄ այլ երկրներում գրանցված էլեկտրոնային հարթակները շահագործողների կողմից ԱԱ-ի հաշվարկման եւ վճարման հաշվետու ժամանակաշրջան կսահմանվի ամիսը, ներկայումս գործող կարգավորումներով եռամսյակն է եւ այս փոփոխության նպատակը նաև որպեսզի համահունչ լինի ՀՀ-ում գործունեություն իրականացնող տնտեսվարողների կողմից հարկերի վճարման ժամանակաշրջանին։ Նախագծով կարգավորվում է նաև, որ ԵՏՄ այլ երկրներում գրանցված էլեկտրոնային հարթակները ԱԱ-ն հաշվարկելու եւ վճարելու են EVAT համակարգի միջոցով, այսինքն պարզեցված էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ ՀՀ-ում հաշվառված տնտեսվարողները ընդհանուր սահմանված կարգով։ Միաժամանակ նախատեսվում է, որ էլեկտրոնային հարթակները շահագործողների կողմից ՀՀ-ից արտահանվող ապրանքների մասով, այսինքն այն դեպքերում, երբ որ ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները վաճառքներ կիրականացվեն ԵՏՄ այլ երկրներում գտնվող ֆիզիկական անձանց, հարթակների կողմից պետեկամուտների կոմիտեին կներկայացվեն տեղեկատվություն այդ գործարքների մասով, որը կտեղադրվի նաև տնտեսվարողների անձնական էջերում, եւ դա հիմք կհանդիսանա, որպեսզի մեր տնտեսվարողները կիրառեն ԱԱՀ-ի 0% դրույքաչափը։ Ներկայումս գործող կարգավորումներով յուրաքանչյուր դեպքի համար առանձին հաշվետվողականություն է պահանջվում, այսինքն այս կարգավորումով կպարզեցվի եւ կթվայնացվի մեր տնտեսվարողների կողմից ԵՏՄ այլ երկրներ վաճառքները։ Նախատեսվում է նաև սահմանել եւ պարզեցնել ՀՀ տնտեսվարողների կողմից էլեկտրոնային հարթակներով այլ երկրներից ՀՀ վաճառքների գործընթացը, այս դեպքում եւս ներկայումս յուրաքանչյուր գործարքի համար հաշվետվություն պետք է ներկայացվի, նախագծով նախատեսվում է սահմանել, որ ամսական 1 անգամ կներկայացվի հաշվետվությունը ամսվա ընթացքում կատարված գործարքների մասով։ Նախագծով սահմանվում է նաև, որ էլեկտրոնային հարթակները շահագործողները չեն կարող գործել հարկման հատուկ համակարգերում։ Թերևս այսքանը, եթե հարցեր կլինեն, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն։ Հարցերի համար գրանցում։ Էդվարդ Աղաջանյան, համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն Սահակյան։ Հարցս հետևյալն է, էլեկտրոնային հարթակներ ինչի մասին որ խոսում եք, խնդրեմ օրինակ բերեք, ինչ տեսակի հարթակների մասին է խոսքը, թե Հայաստանում, թե ԵԱՏՄ երկրներում գործող, որպեսզի մեր հայրենակիցները հասկանան ինչի մասին է խոսքը։ Շնորհակալություն, ամենատարածված հարթակները դրանք Viber-ից եւ Ozon-ն են, որոնք որ ԵԱՏՄ-ում գործող էլեկտրոնային առևտրի հարթակներն են եւ ըստ էության էլեկտրոնային հարթակներով վաճառքները մեծանում են եւ մեր տնտեսվարողները այդ հարթակի միջոցով լայն հնարավորություն ունեն այլ երկրներ իրացումներ կատարելու։ Շնորհակալություն։